Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր առատ ողորմության համար, որ այսօր էլ մեկ անգամ ևս մեզ շանս և հնարավորություն տվեց այս առավոտ կանուխ իր երեսը փնտրելու, իրան փառավորելու և համայն տիեզերական սուրբերի հետ մեծարելու իր մեծ ու պատվական անունը, սիրելիներ։ Այո, եթե անկեղծ մենք սրա արժանիքները չունեինք, եթե իրոք մի պանկեղծությամբ հետադարձ հայացք առենք այս մի շաբաթվա մեր ապրած կյանքին, անցած կիրակից մինչև այս կիրակին, ու անկեղծություն ունենանք կհասկանանք, որ իրոք Աստծո ողորմությունը մեր կյանքերի մեջ շատ է։ Ու պիտի համոզված եմ, մինչև մեր կյանքի վերջի օրը այդ ողորմությունը մնա մեր կյանքերի մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Կուզեմ Սուրբ Գրքից մի տեղ ընթերցեմ մեր պաշտամունքը սկսելուց առաջ մի քանի հորդորական խոսքեր, որպեսզի այո պատրաստվենք Տիրոջը մեծարելու։ Ուրեմն Գործք առաքելոց 17-րդ գլխի մեջ առաքյալը այսպիսի խոսքեր ուղղում ժողովրդին. Բայց Աստված տգիտության ժամանակներն անտես անելով հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ Մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհը սարդարությամբ պիտի դատե այն մարդի ձեռով է, որ սահմանեց նրանով ամենին հավատք տալ, որին մեռելներից հարություն տվավ։ Այո, Սուրբ Գիրքը մեզանից ամեն մեկիս հիշեցնում է, որ կա մի օր, որ անկախ մեր կամքից, կա մի օր, որ անկախ մեր ուզել կամ չուզելուց, մեր կամենալ կամ չկամենալուց, մի օր կա, որ մենք պիտի կանգնենք այդ Աստծո առջև։ Եվ ասում է մեկի ձեռքով դատելու, որի միջոցով հավատքը շնորհում է բոլորին։ Եվ այդ մարդը, այդ անձնավորությունը դա Տեր Հիսուս Քրիստոսն է, բոլորս է շատ լավ գիտենք։ Քանզի հավատքը Սուրբ Գիրքն ասում է, որ լսելուց է և լսելը Աստծո խոսքից։ Հովանու ավետարան առաջի գլուխ Առաջի համարի մեջ այսպիսի խոսքեր կա գրված, ասում է, սկզբում էր բանը և բանն Աստծո մոտ էր և բանը Աստված էր։ Երբ որ նայում ենք Հովանու առաջի թղթի 5-րդ գլխի 7-րդ համարի մեջ, Սուրբ Գիրքն ասում է, որ երեքն են, որ երկնքումը բնակվում են. Հայրը, Բանը և Սուրբ Հոգին։ Եվ երբ որ վերադառնում ենք նույն Հովանու ավետարան, առաջի գլուխ 14 համարի մեջ այսպիսի խոսքեր կա գրված. Եվ բանը մարմին դառավ և մեր մեջ բնակվեց և մենք տեսանք նրան միածնին հորից եռած փառքի մեջ։ Այսինքն այս համարները մեզ հորդորում և այս համարները նաև ապացույց է այն բանին, որ ասվում է, որ բանը Աստծո մոտ էր և բանը Աստված էր, ճիշտ ռուսերենում ասում է սլովը, այսինքն այդ խոսքը հենց ինքը Հիսուս Քրիստոսն էր, որը որ մարմնացավ աշխարհ եկավ և մեզանից ամեն մեկիս մեջ հավատքը առաջացնում, ինչպես Սուրբ Գիրքն ասում, որ հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Այսինքն այդ Աստծո խոսքը, ինչպես ստեղ կարդացինք, որ ասում է և որի ձեռքով ամենին հավատք տա։ Այսինքն որի ձեռքով ամենին հավատք տա, այսինքն Հիսուս Քրիստոսի միջոցով այդ խոսքի զորությունով մեր մեջ հավատքը առաջանալու և մենք պիտի սկսենք այդ հավատքով ապրել, հավատալով մի կարևոր ճշմարտության, որ կա մի օր, մենք պիտի կանգնենք այդ ամենակարողի առջև և ինչ որ արել ենք, կամ ինչ որ գիտենք, որ պիտի անենք ու չենք արել, այդ ամենի համար հաշիվ պիտի տանք նրան։ Ուստի այս առավոտ կանող իմ խնդրանքը հորդորը նա է, որ ես էլ ձեր հետ միասին կարողանանք, այո, կենտրոնանանք այդ ավետարանի ճշմարիտ խոսքի վրա, որպեսզի այդ խոսքերը լիարժեք իրոք գա մեր կյանքերի մեջ։ Շատ ենք լսել, շատ են խոսացել, շատ են ասել, շատ ենք հավանություն տվել, այո, ինչու՞ չէ, հավանություն ենք տվել, որ այո, դա է և վերջ, դրանից ուրիշ բան չկա, բայց ցավոք սրտի եմ ասում, սկսած ինձանից, ամեն մեկս պաշտամունքից հետո գնալով մեր տները շարունակել ենք ապրել
այնպես ինչպես որ կամեցել ենք։ Կարծես մի պահ մոռանալով, որ իրոք կա մի օր, որ պիտի կանգնենք նրա առջև, կա մի օր, որ պիտի անկախ մեր կամքից գործածի կամ մեր կամքով գործածի ամենի համար հաշիվ տանք նրան։ Ուստի այսօր մեզ ինչքան անհրաժեշտ, որ խնդրենք, որ Աստված մեզանից ամեն մեկիս կյանքի մեջ իր խոսքի թագավորությունը հաստատի։ Իրոք մենք լուրջ ուշադրություն դարձնենք այդ ճշմարիտ խոսքին, եւ մեկտեղ էլ գրված է Տեր Հիսուսն ասավ. ես չէ որ իհարկե ձեզ պիտի դատեմ, այլ այն խոսքերը որ ձեզ ասեցի։ Այդ խոսքերի համաձայն հաշիվ պիտի տանք։ Այս խոսքերի համաձայն եթե անկեղծ արդար հատուցում պիտի ստանանք։ Արդար հատուցում պիտի ստանանք։ Գիտեք, մարգարեության մեջ այս տողերը, երբ որ կարդում են, գրված այսպես. մարդիկ մտածում են, որ երկար տարիներ հավատքի մեջ են, երկար տարիներ Աստծո ճանապարհների մեջ են, երկար տարիներ կարծես այս խոսքը կարդում են, այս խոսքը լսում են, ու մի պահ ինչ որտեղ վստահությունը առաջանում, որ դե լսել եմ, կարդացել եմ, ուրեմն վերջ, բայց չէ, այսպիսի տողեր կա գրված մարգարեության մեջ։ Ես եթե արդարին ասեմ, լսում եք, եթե արդարին ասեմ, պիտի ապրես, ու այս արդարը թողնի իր արդարությունը և գնա ամբարշտություն անի, այսինքն թողնի այս ճշմարիտ խոսքը և ինքը վստահություն ունենա, որ դեր երկար տարիներ լսել է ու կարդացել է և շարունակի այս անհոգության մեջ այդքան է լուրջ ուշադրություն չդարձնի, գիտեք, ասման նա պիտի կորչի, նրա արդարությունը պիտի չհիշվի։ Նրա արդարությունը պիտի չհիշվի։ Աստված արդար Աստված է, գիտեք։ Եվ ասում է, եթե ամբարիշտին ասեմ պիտի մեռնես, նա թողնի իր ամբարշտությունը և արդարություն գործի, այսինքն ավետարանի ճշմարտությունով սկսի ապրել և ուշադրություն դարձնի։ Նա անշուշտ պիտի փրկվի, հասկանում ենք։ Նա պիտի փրկվի, Սուրբ Գիրքն այդպես է ասում, և Պողոս Արաքյանն ասում է, որ ամեն օր զգուշությամբ ապրեք երկրի վրայի ձեր օրերը որպես թե վերջի օր։ Եթե իրոք անկեղծ մենք զինվորվենք այս մտքով, որ այսօր կարող այն վերջի օրն է։ Ու ես պիտի կանգնեմ արդար դատավորի առջև, ինչպես կարդացինք։ Եվ նա իր արդարությունով դատաստան պիտի անի իմ կյանքի մեջ իր խոսքի համաձայն։ Անշուշտ ես ուշադիր կլինեմ։ Անշուշտ ես ուշի ուշով իմ քայլերին անշուշտ կհետևեմ, որ հանկարծ այնպիսի մի բան չանեմ, որքան որ ձեզանից կախված է, Պողոս Արաքյանն ասում է, այդ կախումը մեզանից որքան որ մեր ուժերը ներում է, մենք մեր հասանելիքը պիտի անենք։ Իսկ շնորհքի մեծությունը կայանում է նրանը, որը մեր ուժերից վեր է, Աստված պիտի օգնի մեզ այդ հարցի մեջ, սիրելիներ։ Թող Տերը օգնի, որ իրոք մենք հասկանանք։ Շատ ենք ասել, որ այո, կա մի օր, որ պիտի կանգնենք նրա առջև, բայց գիտեք, երբեմն շատ ժամանակ սա եղել է ուղղակի խոսք։ Ուղղակի խոսք, որ այո, պիտի կանգնենք նրա առջև, բայց երբ որ նայեմ այս կյանքը, ասածն ու արածը կարծես իրար հետ չի համատեղվում։ Մեկ այլ տեղ Սուրբ Գիրքն ասում է, որ ամեն օր պիտի ուրանանք մեր անձերը։ Չի ասում այսօր ուրացար, մինչև կյանքիդ վերջ այդ ուրացումը քեզ հերիք է։ Ոչ, կա մի օր, որ հակառակորդը ուզում է հասնի քո կյանքի մեջ հաջողության և նա շարունակելու այդ պայքարը ամեն օր, մինչև քո վերջի վայրկյանը, երբ որ հոգիդ ավանդես։ Երբ որ ես հոգիս ավանդեմ, մինչև այդ պահը նա ուզում է, որ հաջողության հասնի, փորձում է ճշմարտությունից շեղի իմ հայացքը, փորձում է ճշմարտությունից շեղի քո հայացքը,
Դե երկար տարիներ։ Գիտեք, տարիներին վստահել պետք չի։ Ինչ առումով պետք չի, որովհետև մի անգամ այսպիսի մի խոսք առա Տիրոջից. երեկվա օրով այսօր հոգևոր չես դառնա ու չես էլ լինի, որովհետև երեկվա օրվա պայքարն ուրիշ էր, երեկվանը ուրիշ էր, մենք չգիտենք այսօր օրը ինչ կծնի ավետարանն ասում է մեզ համար, մենք չգիտենք թե հակառակորդը ինչ ծուղակներ է պատրաստել մեզ համար, մենք չգիտենք թե ինչ է սպասվում մեզ այսօր օրվա ընթացքի մեջ, ուստի արթուն լինել է պետք, ուստի զգաստ լինել է պետք, ուստի ամեն օր ավետարանի այս ճշմարիտ խոսքին ուշադրություն դարձնել է պետք, որպեսզի մեր մեջ այդ հավատքը օրեցօր աճի ու մեծանա, աճի ու մեծանա, աճի ու մեծանա, որպեսզի երբ որ կգա այդ օրը եւ կկանգնենք նրա առջև, ոչ թե գլխիկոր կանգնենք, այլ իրապես ինչպես Հայտնության գրքի վերջի խոսքերն ասեմ, հոգին ու հարսը կսեն եկուր, այսինքն այդ փափագով կկանգնենք նրա առջև, որ եկա վերջապես այն հիասքանչ օրը, որ իրապես եկավ այն օրը, որ ես պիտի տեսնեմ իմ փրկչին, ես պիտի նրա հետ այլևս հավիտյանս հավիտենից անբաժան լինեմ, նրա հետ լինեմ, նրա ներկայության մեջ լինեմ, նրա հավանավորչության տակ լինեմ, թող Տերը օգնի սիրելիներ։ Այսօրվա այս խոսքերը, որ կհնչվի մեր ականջներին, ուղղակի ես կուզենամ ոչ թե գաղափարով համաձայնություն տանք, այլ սրտանց այդ համաձայնությունը տանք եւ ամուր բռնենք, որով որ պիտի հասնենք դեպի փրկություն։ Հայտնության գրքի մեջ գրված է, որ 3-րդ գլխի մեջ ամուր բռնի այն, ինչ որ ունես։ Այսօր Աստված ինչ որ կտա մեզ ու համոզված եմ անշուշտ պիտի տա։ Անշուշտ պիտի տա, որովհետև նաև որ այսօր մեզ հավաքել է այստեղ, աննպատակ չի, նպատակային է։ Նպատակ ունի Աստված, որ մեզ այսօր հավաքել է, ինչ որ մեկին խրատելու, ինչ որ մեկին հորդորելու, ինչ որ մեկին զգաստացնելու, ինչ որ մեկին զորացնելու, ինչ որ մեկին բժշկելու, ես չգիտեմ ում ինչ, ինքը Տեր է, ինքը գիտի ում ինչ անհրաժեշտ, դրա համար հավաքել է այսօր մեզ այստեղ։ Եվ կուզեմ, որ իրոք մենք ամենայն ուշադրությամբ մեր մտքերը սվեռենք Աստծո խոսքին, Աստծո ներկայության մեջ մտնելուն ու համոզված եմ, նրանց որ կհաջողվի այս վիճակի մեջ գալու անշուշտ հաջողություն պիտի ունենան, ինչպես շատ անգամ եղբայրներն ասել են, այստեղից դատարկ չենք գնա, ինչպես եկել ենք, այդպես էլ չենք գնա, եթե մեր նպատակը սա է, ամուր բռնել են խոսքերը, իրոք հանդիպել նրան, նրա ներկայությունն ուզենք մեր կյանքի մեջ, որպեսզի նա փառավորվի, ու երբ որ կկանգնենք նրա առջև, հույսով, հավատով, վստահությունով, որ արդար դատապաշտպան ունենք, կամ մեկը, որ կբարեխոսի ինձ համար, որովհետև ես ջանացել եմ իմ կարողության չափով պահելու այդ խոսքերը, պահելու այդ ճշմարտությունը, ու այդ ճշմարտությունն իմ մեջ հավատք առաջացրել Աստված, ու ես այդ հավատքի հետևից գնացել եմ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Կուզեմ կանգնենք ոտքի, տերունական մեր հայր, մեր երկաղոթքով գանք նրա առջև, խոնարհվենք նրա առջև ու ասենք այո Տեր, այսօր մենք եկել ենք, որպեսզի հանդիպենք քեզ։ Այսօր եկել ենք, որպեսզի խոսքերդ մեր մեջ դաջես, խոսքերդ մեր մեջ, ինչպես Մովսեսին քարի տախտակների վրա քո ձեռքով գրեցիր, մեր մեջ գրեց այդ խոսքերը, որ մեր մեջ առաջանա այդ հավատքը, որը որ մեզ կհասցնի տեղ, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։